Որ եւ որդով եւ հոգուին սրբով ամեն։ Ինչու եք ողջին մեռելների մեջ կընտրում։ Այստեղ չէ, այլ հարություն է արել։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քույրեր եւ եղբայրներ։ Ամենքս միասնաբար հասանք բաղձալի սքանչելի այս հանգրվանին, երբ համախմբված ոչ միայն մեր եկեղեցիներում, այլև մեր եկեղեցիների շուրջը դիմավորում ենք մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության Ավետիսի ազգարարումը։ Մեր հոգիները լցվում են խնդրությամբ եւ ուրախությամբ, որովհետեւ յուրաքանչյուրս գիտենք, թե ինչպիսի ճանապարհ ենք անցել դեպի այս հրաշափառ տոնը։ Գիտենք, թե ինչպիսի դժվարություններ ենք հաղթահարել, երբեմն նեղություններ, երբեմն զրկանքներ, ոմանք անցել են տարբեր տեսակի փորձությունների միջով, սակայն ամենքս այսօր վերստին կանգնած ենք Աստուծո հայացքի առջև։ Տակավին օրեր առաջ, երբ մենք երգում էինք Սուրբ Աստվածը, մենք երգում էինք Սուրբ Աստված, Սուրբ եւ անմահ, Սուրբ եւ հզոր, որ խաչեցար, այնուհետև որ թաղեցար ողորմյալներս։ Եվ երբ կողքից մարդիկ նայում են տարբեր տեսակի այլակրոններ, անհավատներ, զարմանքի մեջ են միշտ, երբ ունկնդրում են դա, թե ինչպես այս ժողովուրդը փառաբանում իր Աստծուն, մի կողմից նրան իբրև Աստված ներկայացնում եւ բարձրացնում, սակայն մյուս կողմից ասում, որ չարչարվեց, խաչվեց եւ թաղվեց։ Ինչպես կարելի է չարչարանքը փառաբանել, ինչպես կարելի է մահը եւ թաղումը գովաբանել։ Սակայն սիրելիներ, մեզ ավետարանը ասում է, հինը անցավ եւ ամեն ինչ նոր եղավ։ Սուրբ գրային այս խոսքը վկայություն է Տիրոջ հրաշափառ հարության այդ նորոգող հատկության, որովհետև հարություն բառը, որը հունարեն Անաստասիոս բառից է գալիս, նշանակում է բարձրացում եւ նորոգում։ Երբ մենք խոսում ենք Տիրոջ հարության եւ մեր հարության մասին, մենք նկատի ունենք նաեւ այդ նորոգությունը։ Որովհետեւ Քրիստոսի չարչարանքներով, տառապանքներով, մահվան ամեն ինչ փոխվեց կյանքում, ամեն ինչ փոխվեց այս աշխարհում եւ աշխարհը նորը դարձավ, որովհետեւ Աստծուն հավատացողների համար նոր պայմաններ ստեղծվեցին քայլելու դեպի Աստված, դառնալու դեպի Տերը, վերափոխվելու իրենց կյանքի ընթացքում, նորոգվելու իրենց էությամբ, որովհետև ասում է, նա մեռավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ, որ մեզ արդարացնի, ինչպես ասում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր նամակում։ Արդարև Տերը այդ տառապանքներն ու չարչարանքները գրեց, որպեսզի մենք իսկապես կյանք ունենանք, ըստ իր խոստման, որով որ համարձակորեն իր աշակերտներին ասում է, ես իսկ եմ հարություն եւ կյանք, եւ ով հավատա ինձ, թեպետ եւ մեռնի, պիտի ապրի։ Այն ժամանակ աշակերտները չէին ըմբռնում այդ խոսքերի իմաստը, որովհետև հավատում էին, որ մարդին առած երկնավոր թագավորը շարունակ պիտի իրենց հետ լինի երկրային կյանքում։ Սակայն Տերը խոսում էր այն կյանքի մասին, որը պիտի յուրաքանչյուրի համար գար Տիրոջ հարությունից հետո։ Տերը հարություն առավ հանգամանքներում, որոնք որ մեզ համար բացահայտված չեն, որովհետև որևէ ավետարանիչ, երբ նկարագրում է հարության պատկերը, որևէ դեպ չի վրձնում հարության դրվագը,
Եվ մենք չգիտենք, թե ինչպես Տերը հարություն առավ, որովհետև մենք էլ մեր քայլերը ուղղում ենք դեպի տաճարները մեր հավատի եւ մեզ հրեշտակը, մեզ մեր Սուրբ եկեղեցին ազգարանում են, որ Քրիստոս հարյավ իմերելով։ Մենք չունենք այդ պատկերը, թե ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև մարդկային խոսքերը բավարար չպիտի լինեին նկարագրելու լույսի այդ ժայթքման ուժգնությունը, որովհետև մարդկային խոսքը այդքան պատկերավոր չէ, որ արտահայտի, թե ինչպես դժոխք իջած եւ դժոխքից արդարներին ազատած Տերը երկնքի հարություն է առնում գերեզմանից։ Եվ մենք նմանվում ենք ճիշտ այդ առաքյալներին եւ այդ կանանց, ովքեր խոնարհվում են դեպի գերեզմանը եւ տեսնեն, թե ինչ կա այնտեղ։ Մենք միշտ մեր հայացքը ուղղում ենք դեպի այդ գերեզմանը, սակայն մեր հավատը, մեր Սուրբ եկեղեցին մեզ ասում են վեր նայիր, որովհետև Քրիստոս հարություն է առել եւ թափուր է այդ գերեզմանը։ Թափուր է ինչպես որ մեղքերով ծանրաբեռնված հոգին է թափուր Աստուծո ներկայությունից։ Թափուր է այդ գերեզմանը, դատարկ է այդ գերեզմանը, որովհետև երկնքի Տերը, աշխարհի ստեղծողը չէր կարող պարփակվել այդ գերեզմանի մեջ։ Մենք հանդգնում ենք մտածել եւ նաեւ փառաբանում ենք Աստուծո մահը, նրա թաղումը, սակայն այդ ամենը սիրելիներ անում ենք Տիրոջ փրկagorտության օրոքի ամբողջության մեջ։ Որովհետև Սուրբ Ավետարանը մեզ համար առանձին դրվագներ չեն, առանձին խրատներ չեն, առանձին խորհուրդներ չեն կամ տնօրինություններ Քրիստոսի կյանքից։ Այդ Սուրբ Ավետարանը իմաստավորված է Քրիստոսի Սուրբ հարությամբ։ Որովհետև այդ մահվանը, որը կատարվեց, որպեսզի մենք արդարանանք եւ կամ ինչպես Պետրոս առաքյալը ընդհանրական իր թղթի մեջ ասում է, որ արդարը անարդարների համար մատնվեց, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Մենք էլ սիրելիներ պիտի կարողանանք այդ խորհուրդը ընկալենք ճիշտ այդ տրամաբանության մեջ, որովհետև Աստված հարություն է առել իր քաջարար մահվանից հետո, որով որ մենք մաքրվեցինք մեր մեղքերից, մենք ձերբազատվեցինք մեր ախտերից, մենք ազատվեցինք մեր հոգին ծանրացնող բոլոր տեսակի երևույթներից, որոնք որ մեզ հեռացնում են Աստծուց։ Եվ արդարը անարդարների համար մատնվեց, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Մեր կյանքի իմաստը սիրելիներ դա է, Աստծուն մոտենալու մեջ է։ Եվ Քրիստոսի Սուրբ հարությունը այո այն ճանապարհն է, որը մեզ մոտեցնում է Աստծուն։ Որովհետև Սուրբ հարությունը մեզ համար դառնում է ուժ վկայության, որով եթե Քրիստոս հարություն առավ, ապա մենք էլ պիտի հարություն առնենք։ Իսկ եթե Քրիստոս հարություն չի առել, ինչպես ասում է առաքյալը, ապա ունայն է մեր հավատը։ Սակայն այստեղ է հնչում քաջալերող խոսքը, որը մենք լսեցինք ճիշտ հարությունից հետո։ Երբ առաքյալները կանայք շտապեցին դեպի գերեզմանը իրենց պարտականությունները կատարելու եւ կամ սարսափար եկան ստուգելու Տիրոջ մարմնի բացակայության իրողությունը, հրեշտակը նրանց առջև ելնելով իր այդ լուսազգեստ կերպարանքով ասաց. «Մի վախեցեք»։ Եվ այնուհետև ինքը Տերը նաև տարբեր վայրերում հայտնվեց թե Մարիամ Մագդաղենացուն և թե մյուս աշակերտներին և ասաց. «Մի վախեցեք»։ Մենք այս կյանքում սիրելիներ հաճախ հայտնվում ենք դիտորդների դերում։ Եվ այդ մեր
պարտականությունը, որ մենք սիրահոժար կերպով ստանձնում ենք և իրագործում, տարբեր շարժառիթներ ունի։ Ինչպես որ տարբեր էին շարժառիթները բոլոր այն մարդկանց, ովքեր որ կանգնած էին խաչի առջև։ Կային այնտեղ անտարբերության վկաներ, ովքեր որ իրենց անտարբերությամբ էին եկել, բայց հետաքրքրված էին, թե ի վերջո ինչ է լինելու մեկին, ով որ խոսում էր թագավորությունից, խոսում էր իշխանությունից, բայց նաև ասում էր պետք է հնազանդվել կայսրին, և կայսրինը տալ կայսրին, Աստծուն Աստծուն, ով որ մեծ զորություն ուներ, որովհետև բժշկում էր բոլոր հիվանդներին, կարիքավորներին օգնության էր հասնում և ամենքին մխիթարում։ Կային այնտեղ վկաներ, ովքեր որ ցավի վկաներն էին, որովհետև ցավ էին ապրում։ Դրանք բոլոր նրանք էին, ովքեր օգտվել էին Տիրոջից, ովքեր ինչ-որ շահ ունեին Տիրոջից, տեսել էին նրա բժշկող զորությունը և կամ կշտացել էին նրա բազմացրած հացից և այլևս միշտ իրենց հայացքն ուղղված էր դեպի այն Գալիլեացին, որը իրենց համար առիթ տվեց, հույս ծագեցրեց, հույս բխեցրեց, որ իրենք կարող են այլ կյանքով ապրել, քան իրենց շրջար կյանքն էր և կամ իրենց մարմնական տկարություններն էին։ Եվ կային սիրելիներ, հույսի դիտորդներ և կամ հույսի վկաներ։ Նրանք էին, ովքեր որ նայում էին Քրիստոսին, բայց հույս ունեին, որովհետև խոստում ունեին Տիրոջ գալիք արքայության, նրա հարության և նոր կյանքի։ Այդ նոր կյանքի մղումն էր, սիրելիներ, որ ամենքին այնտեղ կանգնացրել էր աշակերտների, նաև այն տառապանքի ցավի մեջ գտնվող այն կանանց, որոնք որ Տիրոջ առաքելության ողջ ընթացքի Սուրբ Աստվածածնի հետ էին և նաև սպասավորում էին Տիրոջ հետևորդներին և աշակերտներին։ Եվ այդ վկայության մեջ, սիրելիներ, շատերը հեռացան այնտեղից։ Հեռացան, որովհետև իրենց կյանքի համար որևէ իմաստ այլևս չէին տեսնում և նպատակ շարունակել գտնվել Տիրոջ խաչելության առջև, մեկի ով կարող էր հրեշտակներ երկնքից իջեցնել, սակայն չարեց դա, մեկի ով սանսահման իշխանություն ուներ և կարող էր ամեն ինչ շտկել մարդկային կյանքում, բայց նախընտրեց խաչվել, որովհետև իրենց համար դեռ բացահայտված չէր Տիրոջ այդ քաղճարար մահվան խորհուրդը։ Եվ հանությունն էլ չպիտի իմաստ ունենար, եթե Տիրոջ մահը սոստ պատիժ լիներ և ոչ թե քավություն մարդկային մեր մեղքերի դիմաց։ Սակայն Աստված բոլորին ասեց մի վախեցեք և ասաց մի երկյուղեք, որովհետև նոր կյանք է բացվում մեր առջև։ Հարությունը իսկապես մեզ համար, սիրելիներ, Քրիստոսն է։ Քրիստոս իբրև ճանապարհ, ճշմարտություն և կյանք։ Եվ եթե մենք ապրում ենք Քրիստոսի պատվիրաններով, իսկ Տեր ասաց, եթե դուք իմ աշակերտներն եք, ապա ձեր մեջ կդրսևորվի մեծագույն նշանը իմ աշակերտ լինելու։ Դա նախ միմյանց նկատմամբ սեր ունենալն է և ապա իմ պատվիրանները պահելը։ Եվ եթե մենք մեր մեջ կրողն ենք այդ նշանների, Քրիստոսի առաքյալները, Քրիստոսի հետևորդները լինելու, ապա մենք կարող ենք քայլել մեր կյանքը Քրիստոսով և դա այն ճշմարտությունն է, որով Քրիստոս ասաց. ես եմ ճանապարհը։ Այդ ճանապարհն է, որով որ մենք պետք է ընթանանք հակառակ բոլոր տեսակի փորձությունների, գայթակղությունների և մեր առջև խառնող չարիքների։ Քրիստոս ճշմարտությունն է, որովհետև մենք ամենքս այդ ճշմարտության առջև խոնարհվեցինք, հավատալով, որ եթե Քրիստոսի հետ մեռնենք, Քրիստոսի հետ նաև պիտի հարություն առնենք մեր մեղքերից։ Որովհետև Քրիստոս մեզ մաքրող զորությունն է, Քրիստոս մեզ ազատող
հոգին է, որը մեզ միայն կարող է կենդանություն պարգևել, հետևապես մենք հետևում ենք Քրիստոսին, որ մեր ճշմարտությունն է, և այդ ճշմարտությունը անփոփոխելի, անանց ճշմարտություն է, որը երբեք չի կարող սրբագրվել, խմբագրվել և կամ հարմարեցվել մեր քիմքին, մեր ձգտումներին և մարդկային ցանկություններին։ Եի վերջո սիրելիներ, Քրիստոս կյանք է, որովհետև եթե մենք Քրիստոսի հարության որդիներն ենք, ինչպես մենք կոչում ենք առաքյալը, ապա այդ հարությունը մեզ համար դառնում է ճշմարիտ կյանք, կյանք, որ Քրիստոսով է, կյանք, որ Աստծո ներկայությամբ է, կյանք, որ արդարության և սրբության կյանք է, և հետևաբար այդ կյանքը, եթե Քրիստոս է, ապա մենք ճշմարտապես կարող ենք հույս ունենալ, որ այն խոսքը, որով Տերը ասաց, ես իսկ եմ հարությունը և կյանքը, մեզ համար անվրեպ պետք է գործի։ Մենք չունենք ոչ մի երկյուղ, չունենք ոչ մի երկյուղ, ոչ մի տեսակի տերությունից, իշխանությունից, չունենք ոչ մի տեսակի վախ, որևէ տեսակի ճնշումից, սակայն մենք ունենք ճանապարհը, որով որ պիտի ընթանանք Քրիստոսով, մենում ենք ճշմարտությունը, որը պիտի վեր բարձր պարզենք, ինչպես որ այն խաչվառները, որ միշտ տանում են մեր թափորների առջևից, վկայելով մեր հավատի անպարտ և անհաղթելի լինելու մասին, և մենք միշտ պիտի վկայենք Աստծո կյանքի մասին, որը երբեք այլևս վերստին չի կարող վերափոխվել մահվան, չի կարող մեզ հեռացնել Աստծուց, որովհետև Քրիստոսի հարությունը, ինչպես ասում է Պետրոս առաքյալը, մեզ մերձեցրեց Աստծուց։ Հետևաբար, սիրելիներ, ամենքս արժևորենք այս շնորհը հարության, որը մեզ տվեց Քրիստոս։ Մենք այդ կանանց նկատմամբ, ովքեր որ եկան խոնարհվեցին դեպի գերեզմանը, մեր մեջ ուժ գտնենք, որ նայենք դեպի երկինք, անգամ մեր դժվարության մեջ, մեր գերեզմանային կացության և իրավիճակի մեջ, որի մեջ հաճախ մենք հայտնվում ենք, իբրև տկար արարածներ, իբրև մարդիկ, ովքեր որ ենթակա են ամեն տեսակի հարվածի, նեղության, ձախողության, մենք երբեք այդ վհատության մեջ չմնանք, որովհետև հիշենք, որ այդ գերեզմանին հաջորդում է հարությունը, հիշենք, որ այդ հարությանը հաջորդում է մեր հոգիների փրկությունը, հիշենք, որ այդ փրկությանը հաջորդում է հավիտենական կյանք։ Եվ եթե մենք այդ հավիտենական կյանքի խոստման կրողներն ենք, ապա մեր մեջ ուժը բորբոքենք, զորացնենք, ամրապնդենք, ուժը մեր հավատի, ուժը մեր վստահության, ուժը Քրիստոսով լինելու, ոչնչից չվախենալու, որովհետև Քրիստոս մեր ավավենն է, Քրիստոս մեր անկյունակարն է և Քրիստոս մեր անխախտ հույսն է, որով որ մենք յուրաքանչյուրս պետք է քայլենք մեր փորձություններով լեցուն ճանապարհը յուրաքանչյուրս մեր կյանքի։ Հավատանք այս զորության, հավատանք այս ճշմարտության, հավատանք Սուրբ Գրքի այս վկայության, որով մենք կանգնելով Տիրոջ առջև վստահենք հրեշտակաբարբար ավետիսին և համարձակորեն հոգու խնդության խիզախորեն միշտ վկայենք և ասենք ինչ էլ որ լինի մեր կյանքում Քրիստոս հարյավ իմերելով։ Օրհնյալ է Քրիստոս։ Մեզ և